200,000 եւ ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները հունվարի 1-ից 10,800 դրամ կվճարեն առողջության ապահովագրության համար։ Պարտադիր համակարգի մասնակից կդառնան մինչև 18 տարեկան երեխաները եւ 65 տարին լրացած անձինք, 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցողները, այդ թվում զինհաշմանդամները, անապահովության բալ ունեցողները։ Տեսախցիկի առաջ խոսելուց խուսափում են կապանցիները, բայց այս օրերին ակտիվ քննարկվող նախագծի պարտադիր պայմանի հետ այնքան էլ համակարծիք չեն։ Եթե պետք է մարդիկ պարտադիր վճարներ կատարեն, արդեն պետք է նայել ինչ է փակելու այդ ծախսերը, ինչ չի թվում, որ ամբողջությամբ եւ բոլոր խնդիրների դեպքում կանրադառնա այդ փաթեթը, ինձ թվում է ժամանակի ընթացքում պետք է բարելավել ու նենց անել, որ մարդկանց վրա դա շատ չանդրադառնա։ Եթե պարտադիր է, կարծում եմ ընտրելու մենք ուղղակի տարբերակ չունենք։ Լավ է, որ թոշակառուները եւ մինչեւ 18 տարեկանները կունենան բժշկական ապահովագրություն, հուսով եմ իրականում կգործի այդ ապահովագրությունը, բայց կարծում եմ այդ ապահովագրությունը պետք է այլ միջոցների հաշվին լիներ, քան օրինակ մյուս քաղաքացիների վրա եւս մեկ հարկային բեռ ավելացնելու հաշվին։ Ապահովագրության նախագծով նվազելու են զինապահ հիմնադրամին կատարվող փոխանցումները, նաև եկամտային հարկի վերադարձ է նախատեսվում։ Շուրջ 1,600,000 քաղաքացի կօգտվի առաջին փուլից։ Բնակչության մյուս խմբերը համակարգին կմիանան հաջորդող 2 տարում։ Ապահովագրության շրջանակում քաղաքացին գանգատների դեպքում պետք է դիմի նախ եւ առաջ պոլիկլինիկա, որտեղ էլ կորոշվի հետագա ծառայությունների մատուցումը։ Մենք փորձել ենք շեշտադրումը կատարել հիմնականում կանխարգելիչ սկրինինգային հետազոտությունների եւ դրանից հետո հայտնաբերված հիվանդությունների վաղ կանխարգելման եւ բուժման ուղղված ծառայություններ։ Այսինքն մենք ներառել ենք հենց այս ծառայությունները։ Բացի դա նաեւ մենք ներառել ենք ծառայություններ, որոնք ավելի, այսպես ասած, թանկարժեք են, քանի որ մենք պետք է հաշվի առնենք այն իրականությունը, որ մենք ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք արդեն իսկ ունեն, որոշակի հիվանդություններ, որոնք պահանջում են կոնկրետ բուժում։ Պետբյուջեից ու համակարգին միանալու համար նախատեսված քաղաքացիների ապահովագրավճարներից են գոյանալու անհրաժեշտ ֆինանսական միջոցները։ Արդեն իսկ առողջության ապահովագրություն ունեցողներն ու սոցփաթեթից օգտվողները եւս պարտավոր են միանալ համապարփակ միջոցառմանը։ Հայաստանում մի շարք քաղաքացիներ մասնավոր ապահովագրական ընկերությունների միջոցով արդեն իսկ օգտվում են ընձեռված հնարավորությունից։ Այն ապահովագրական ընկերությունները, որոնք որ ունեն կնքված արդեն իսկ պայմանագրեր, պետքա վերակառուցեն իրենց փաթեթները, նաև ելնելով ապահովագրական պայմանագրի գումարի չափից։ Օրինակ, եթե ձեր ապահովագրական փաթեթի գումարը 130,000 դրամից բարձր է, ապահովագրական ընկերությունները կարող են ուրեմն այդ հիմնական ծառայություններում ներառվող ծառայությունները, որոնք որ հիմա ձեր փաթեթում կան, դրանց հաշվին վերափոխեն այդ փաթեթը եւ այդ հավելյալ գումարի չափով առաջարկեն ձեզ լրացուցիչ այլ ծառայություններ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն ու ընտանիքի անդամներն արդեն 13 տարի է ունեն կամավոր սկզբունքով ապահովագրական ծածկույթ Նայիրի ապահովագրական ընկերությունում։ Պլանային վիրահատություն, քրոնիկ հիվանդությունների դինամիկ հսկողությունից մինչև ատամնաբուժություն։ Մի խոսքով բոլոր նախընտրելի ծառայությունները, որոնք հնարավորություն են տալիս կանխարգելել, հետազոտել եւ բուժվել։ Վերջին 7 ամսում ապահովագրված անձանց 60%-ն է օգտվել ծառայություններից։ Կերակշռողը պլանային վիրահատություններն են եղել։ Ընդհանուր առմամբ հայտերի ընդամենը մինչև 2%-ն են մերժվել։ Եթե համեմատական անցկացնենք միջազգային փորձի հետ, կամավոր ապահովագրության շուկաներում ամբողջ աշխարհում ընդունելի շեմը համարվում է 5-ից 8%-ը, իսկ պարտադիր ապահովագրության դեպքում 7-ից 10%։ Այսինքն մենք էականորեն ցածր դիրքերում ենք աշխարհի համեմատությամբ մերժման դեպքերի քանակով։ Կամավոր կանխարգելիչ բուժզննում նախընտրած հաստատությունում ընդարձակ վիրաբուժական ծառայություններ առաջարկվող պարտադիր ապահովագրավճարի 1/3-ը։ Մասնավոր ընկերությունը թվարկում է առավելությունները եւ վստահեցնում, մշտապես ճկուն են բարեփոխումների համար, իսկ թե ինչ կառաջարկվեն հետագայում, կախված կլինի պարտադիր ապահովագրության համար առաջարկվող բազային փաթեթից։ Ձեր աշխատակիցները իրենց վրա այդ բարեփոխումը չեն զգալու։ Ինչու՞, որովհետև իրանք ունեն արդեն 13 տարի ապահովագրություն, իրենք վճարում են շատ ավելի ցածր գին եւ օգտվում են շատ ավելի բարձր ծառայություններից։
ծածկույթում նախատեսված է շատ ավելի ծառայություններ, քան նախատեսված է լինելու պետական ապահովության ծածկույթով, որը բազային ծածկույթ է։ Այս պահին մենք չենք կարող նշել ինչ կառաջարկենք, եթե օրինակ կոմբինատի ղեկավարությունը որոշի երկու տեղ չվճարել, այսինքն չունենալ եւ կամավոր ապահովություն եւ պարտադիր ապահովություն, ինչու չենք կարող նշել, որովհետեւ ինչպես նախորդիվ ասեցի, մենք փաստացի չունենք ծածկույթը ամբողջական, թե ինչ է նախատեսված պարտադիր ապահովության բազային փաթեթում։ Այդ ծածկույթը ունենալուց հետո միայն կկարողանանք ինչ-որ նոր փաթեթ մշակել, բայց ես վստահեցնում եմ այն փաթեթը, ինչ ունեն ձեր աշխատակիցները եւ այն ծառայությունների որակը ինչ ստանում են, իրենք շատ բարձր են գնահատում եւ փորձը ցույց տվեց, որ իրենց համար շատ կարեւոր է որակյալ ծառայությունները ստանալը, վստահեցնում եմ համեմատական նույն բանը չեն կարողանալու ստանալ։ Ըստ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանի, Հայաստանում մոտ 200,000 քաղաքացի է ընդգրկվել մասնավոր ապահովագրական ընկերություններում, բայց նրանց համար էլ պարտադիր է համապարփակ ապահովագրական համակարգին միանալը։ Առաջարկվող նախագծով աշխատողի փոխարեն գործատուն կվճարի սահմանված գումարը։ Մենք արդեն ներկայացրել ենք իրենց մեր ծառայությունների փաթեթը ավելի մանրամասնեցված ծառայությունների մակարդակով, որպեսզի նրանք էլ պատկերացում կազմեն, թե իրենց կողմից շուկայում առաջարկվող փաթեթներում ներառված ծառայությունների որ հատվածն է, որ արդեն պետք է ծածկվի պարտադիր, այս համընդհանուր ապահովագրության շրջանակներում եւ ըստ այդմ ձևավորեն լրացուցիչ փաթեթները արդեն համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված քաղաքացիների համար։ Տարեկան 129,600 դրամ առողջության ապահովագրությանը գումարն ամեն տարի կարող է փոխվել։ Պետպատվերի ծառայությունները մտնելու են ապահովագրական համակարգի մեջ, բայց թե գոյացած հերթագրումների պայմաններում ինչպես են որոշելու հրատապությունը, պարզ չէ։ Նարեկ Խաչատրյան, Ալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։